Գյումրիում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 3000 է։ Սուրբ Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատի ներկայացուցիչները մեկ բացիկ մեկ բնակարան ծրագրի շրջանակներում տևական ժամանակ է տնայցերի միջոցով կատարել են կարիքի գնահատում։ Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության եւ սոցիալ-կրթական կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա այցելել են մոտ 2 տասնյակ ընտանիքի։ Շատ ցուրտ պայմաններ, ջրի բացակայություն եւ այլն, ու այդ ձևով մեծ ընտանիքներ, բավականին մեծ ընտանիքներ երեխաներով։ Տնագը շարքից դուրս եկած վիճակ, որ այլևս հնարավոր չէ ապրել, անորոշություն, ծայրը ծայրին հասնել, տարբեր խնդիրներ։ Եղել են ընտանիքներ, որտեղ մենք այցելել ենք եւ տեսել ենք, որ այդ ընտանիքները ստացել են բնակարան եւ վաճառել են։ Ուստի միանգամից այդ ընտանիքները դուրս էին գալիս մեր ցուցակից, որովհետեւ կային որոշակի կանոններ եւ սկզբունքներ, որոնց մենք պետք է հետևենք։ Ընտանիքներից ոչ մեկին նախապես չի ասվել ծրագրի մասին, քանի որ բնակարանը միակն է, եւ այն մեկին տրվելու մյուսին բաժին չհասնելու դեպքում հնարավոր հուսահատությունից խուսափելու պատճառով։ Սկզբում մի քանի, այնուհետ 4, հետո 2 ընտանիքների թիվը գնալով պակասել է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջաբահյանի գլխավորությամբ իրականացվեց վիճակահանություն։ Երկու անունները գրված ծալում էինք հավասար ձևով, 1 ծալ, 2 ծալ, 3 ծալ, գծեցինք, հիմա մյուսը, երես էլ գծեցինք, մեջ ընկավ, դե արի, մի հատ թուղթն ես անում, ապրես, տուր ինձ։ Գյումրու անօթևաններից մեկն արդեն մուշ 2 թաղամասի 45 շենքում բնակարանատեր է, սակայն ընտանիքի անունը եւ այլ տվյալներ չհրապարակվեցին։ Գործողություններն իրականացնում են ըստ հերթականության եւ համապատասխան նախապես ծրագրվածի։ Ուզում են անակնկալ մատուցել եւ այդ անակնկալով իրենք ուրախանալ։ Այդ է, ուրիշ բան չկա։ Հաստատախտերի հարցը արդեն որոշված է, 2 սենյականոց բոլորովին նոր չբնակեցված բնակարան է եւ բնակարանի տերերը, ումից գնացինք բնակարանը, նրանք էլ իրենց կողմից այդ ընտանիքին որպես նվեր հանձնեցին բնակարանի մեջ եղած գույքը։ Պետք է համապատրաստի գնանք նրանց տեղյակ պայենք, որ նրանք դարձել են մեկ բացիկ մեկ բնակարան ծրագրի այդքան երկար ժամանակ մեր բոլորի ջանքերով գնված բնակարանի տերը։ Աչքալուսանքը տեղ կհասնի վաղը եւ բարեգործական ջոկատի անդամները կհանձնեն բնակարանի բանալին։ Արդեն վերջնակետին հասած եւ հաջողված գործը շարունակական կլինի թե ոչ, նախաձեռնության անդամները դժվարանում են պատասխանել, սակայն շեշտում են, որ այլ տարբերակով բնակարանի ձեռքբերման մասին գաղափարներ եւս ունեն։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։